Դոնալդ Թրամփը խաղաղության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ 9 երկրից 7 միլիարդ դոլար է հատկացվելու Գազայի վերականգնման համար։ Նրա խոսքով 5 պետություն միջազգային կայունացման ուժեր կտեղակայի նաև այնտեղ։ Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է 10 միլիարդ դոլար հատկացնել հենց խորհրդին, թեև այդ գումարի կոնկրետ նպատակները չեն հստակեցվել։ Չնայած այս հայտարարություններին, խոստացված միջոցները զգալիորեն զիջում են ՄԱԿ-ի գնահատած 70 միլիարդ դոլարին, որն անհրաժեշտ է հիմնահատակ ավերված տարածքները վերակառուցելու համար։ Մինչև Վաշինգտոնում քննարկվում են դիվանագիտական ծրագրեր, Գազայի բնակիչները ծայրահեղ անվստահությամբ են վերաբերվում այս նախաձեռնություններին, քանի որ անցած տարվա հոկտեմբերից հաստատված հրադադարից հետո գրեթե ոչինչ չի փոխվել։ Տեղացիները նշել են, որ խոստացված օգնությունը տեղ չի հասնում, իսկ Իսրայելը շարունակում է ամանորյա ռմբակոծություններն ու հրադադարի խախտումները։ Գազայում առողջապահական, կրթական և սանիտարական ծառայությունները գրեթե չեն գործում։ Հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են գոյատևել վրաններում։ Շատերի համար վերականգնումը իմաստազրկվում է, քանի դեռ Իսրայելը շարունակում է ավերածությունները։ Գազայի ժողովրդի հիմնական պահանջն իրական անվտանգությունն է։